Շիրակի մարզի 119 համայնքներ հարկ ու տուրք բավականին լավ են գանձել այս տարի նախորդ տարվա համեմատ մոտ 5%-ից ավելի։ Համայնքը հարկերը լավ է հավաքել, համայնք էլ կա 50%-ը չի հասնում։ Իսկ ահա մարզի տնտեսության մեջ գրեթե ոչինչ չի փոխվել։ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյան. Ինչու՞ մենք արտոնաբերություն բնագավառում։ Շատ քիչ բան։ Ուրեմն արտոնաբերությունը մեր բավական ստացող վիճակում է։ Իհարկե կան նոր բացվող 1-2 օբյեկտներ։ Իհարկե կա աշխատատեղերի ավելացում։ Դրանք այսօր տասնյակներով կամ առնվազն հարյուրներով են հաշվում, բայց դրանից եկող չի անցնում։ Իսկ ահա աղքատության ցուցանիշով Շիրակի մարզն առաջատարն է։ Սոցիալական ոլորտի հետ կապված սա մեր ամենացավոտ տեղն է սա մեր քաղաքի, մեր մարզի համար։ Տեսեք, մենք գտնվում ենք ամենաաղքատ մարզում, այսպես է։ Դա իրականում այդպես է։ Մենք ցուցանիշներով ամենաաղքատ մարզն ենք։ Արտագաղթը եւս գերխնդիր է մարզի համար, այս ցուցանիշով էլ է մարզն առաջատար։ Այս հանգամանքը ազդում է նաեւ համայնքների բյուջեների վրա, ավելի ստույգ պետության կողմից հատկացվող դոտացիայի։ Գյումրիում ու Մարալիկում բնակիչների թվի նվազմամբ պայմանավորված տրամադրվող դոտացիան է կրճատվել։ Մարալիկի քաղաքապետ Արտակ Գևորգյան. Բյուջեվարչության կողմից ներկայացվել են ցուցանիշները, որի պարագայում ճիշտ է պակասել էր բնակչության թիվը 8 թվով 1500 բնակչություն, որի հետ կապված մենք կատարեցինք ճշտումներ եւ մեր ճշտումները չէր համապատասխանում։ Միարգե ներկայացված ցուցանիշը փոխել հնարավոր չէր, դրա համար հանրապետությունում պետբյուջեից ֆինանսավորվող դոտացիայի հետ կապված ձեռնարկվեց միջոցներ, որ այդ հացը լրացվի, որպեսզի համայնքային բյուջեները չտաշվեն եւ կարողանանք մեր բնականոն աշխատանքը ճիշտ ձևացնել։ Ինչքանով է կրճատվել։ 2.600.000-ով կրճատվել էր։ Այնուամենայնիվ Շիրակի մարզում մի քանի կարևոր իրադարձություններ տեղի ունեցան։ Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք ճանաչվեց, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այցելեց, ճանապարհաշինական ծրագրեր իրականացվեցին։ Այնուհանդերձ շարքային շիրակցիների կյանքում էական ոչինչ չփոխվեց։